Ձեր գրքում դուք օգտագործել եք արհեստական հիշողություն տերմինը, նկարագրելու այն ժառանգական փորձառությունները, որոնք մարդիկ երբևէ անձամբ չեն ապրել։ Ինչ եք կարծում, ինչպես են այս մարմնավորված հիշողությունները ձևավորում հայկական ինքնությունն այսօր։ Գիտեք, Արցախի իրադարձությունները, կարծում եմ, շատերի մոտ արթնացրին 1915 թվականի հիշողությունները։ Այս տրավմաները պատկերված են մեր մարմինների և հիշողության վրա, և արհեստական հիշողություն տերմինը ներառում է նաև այլ մարդկանց հիշողությունները։ Ինչպես է լինում, որ երբ մենք լսում ենք մեր տատիկ-պապիկների պատմությունները, եթե նույնիսկ մենք դա ինքներս չենք զգացել, երբեմն թվում է, որ մենք դա անձամբ ենք զգացել, որ ինչ-որ կերպ մենք դեռ տրավմաները և ցավը զգում ենք, դա ինձ հետաքրքրեց։ Եվ հետո ես մտածեցի այն մարդկանց մասին, ովքեր գնում էին դերձոր, ովքեր իսկապես ուխտագնացություն էին կատարում այնտեղ, որտեղ հուշատախտակներ չկան։ Անապատի որոշ հատվածներում շատ քիչ հիշատակի նշաններ են մնացել,